բազմից եմ եկել, սա առաջին դեպքն է, որ սենց բան է կատարվում։ Շատ նոկալի, ցանկալի երևում։ Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի կեսին դեռ չհասած խորը հիասթափություն է քաղաքական մրցապայքարի նկատմամբ ընտրողների շրջանում։ Դե արդեն վարչապետի խոսքեր չեն, էլի։ Պետք է շատ քաղաքակրթական ձևով այդ քարոզարշավին մասնակցել, էլի։ Մարդիկ ասում են Նիկոլ Փաշինյանն է իր անադեկվատ պահվածքով զզվանք առաջացնում քարոզարշավի նկատմամբ։ Տես վերջից մի քանի օր պահվածքը այսօր վանի պետք է այն ինչ որ արվում է արվի գիտակցաբար ինչ քայլ որ անում է ասելուց անելուց առաջ գոնե 7 րոպե մտածի Արաբ գիրում շոկից դուրս չեն եկել իրենց համայնքում կնոջ վրա Փաշինյանի հարձակումից։ ՔՊ ղեկավարը մատ է թափ տալիս, կնոջ ձեռքից քաշում է, սպառնում քաղաքական հակառակորդներին։ Դա ղեկավարի պահվածք է, կապիկություններ անելով, շարժելով, բերանը բացածեց, բանի, նորմալ մարդու տպավորել չի թողնում։ Ամենավատ երևույթն է այդել, շատ վատ։ Երկրի վարչապետը իրավունք չի այդպես բաներ ասում։ Սխալ, շատ սխալ է, անհարմար չի զգում։ Գոնե մինիմալ հարգանքը եւ վերաբերմունքը ժողովրդի նկատմամբ պահպանվի։ Այսօր ենք ասել, որ մենք ենք հորդորում երկրի ղեկավարին հարգալից լինել մեզ հետ, զսպել էմոցիաները, զարմանում, զայրանում են մարդիկ։ Այդ խոսալու ձևը որ նա խոսում է։ Այս տահակներ, այդ փախածներ։ Քաղաքացիները նկատում են, որ միտումնավոր ներազգային թշնամանք է տարածում ՔՊ ղեկավարը։ Դե որ սենց գնա, իհարկե փախածներ ենք, ստեղից էլ կփախչենք։ Հասարակությանը պառակտող միմյանց դեմ տրամադրող անընդունելի արտահայտությունները ամենևին խոսքի ազատության վկայություն չեն, այլ ազգի նկատմամբ խորը ատելության դրսևորում են, ասում են շատերը։ Փախած, ո՞նց փախած է։ Արցախցի տղամարդը, որ վախենում է դառնալ Փաշինյանի հաջորդ թիրախը, տեսախցիկից այն կողմ Քարինտակի բնակիչների հերոսական պատմությունով է պատասխանում իրենց փախած անվանող ՔՊ ղեկավարին։ Փախցրել ես, ոչ թե փախել եք, այ փախցրել ես։ Ղարաբաղցի ո՞նց է փախել։ Ես Քարինտակ գյուղից եմ, Քարինտակ։ 3 անգամ մեր գյուղը այս Ցեպիտան սաղ Ադրբեջանը թափած էր մեզ վրա, չկարողացա մեր գյուղը վեկալեմ, բայց Ղարաբաղը վեկալին, ո՞նց։ 10-ից մեկն է միայն արդարացնում Փաշինյանի պահվածքը, թե խեղճ տղան պաշտպանվում է հարձակումներից։ Ինքան էին այդ խիղճ տղուն ափերից անել, որ ստիպված չէր իմանում ինչ անել։ Ես վախենում եմ, ասում եմ հիմա ինֆարկտ խփի խիղճ տղուն։ Ասում է Կատվին էլ որ անընդհատ բան է անում, թաթ է սկսում, ինքն էլ է թաթ գցում, բայց խիղճ մարդը ինչ անի։ Երկրի ղեկավարը պետք է պատրաստ լինի քննադատություններին, այս քաղաքացուն հակադարձում են մյուսները։ Երկրի երկրի դիրքերում լինի, մնացած էլ հաստատ դիրքերում կլինեն իրեն։ Կարծիքը դա կարծիք է, ինձ թվում է խոսքի ազատությունն է եւ ինչու՞ չէ մարդը կարող իր կարծիքը արտահայտել եւ դրան իրանք պետք է պատրաստ լինեն։ Քարոզարշավի 13-րդ օրն է, բայց մարդիկ ասում են չեն հիշում Փաշինյանի գեթ 1 ելույթ խոստումների ՔՊ-ի ապագա ծրագրերի մասին։ Փաշինյանն ինչ հիշեմ, ասում է լավ անելու, լավ կլինի, ես շատ գիտեմ։ Այս բանի հարաբերությունում հաստատվել է խաղաղություն։ Նախընտրական քարոզարշավը ՔՊ ղեկավարի սրտով չէ, համոզված են քաղաքացիները, ասում են զգում է Փաշինյանը, թե ինչպես է հողը փախչում ոտքերի տակից։ Դրա համար իր անհավասարակշիռ պահվածքով ամեն ինչ անում է, որպեսզի ընտրողները հիասթափվեն, կորցնեն հետաքրքրությունը քվեարկության նկատմամբ։ Վարվելակերպը, կենցաղը, այդ բոլորը որ գումարում ես իրար, դառնում է անտարբերություն եւ զզվանք։ Դեռ որքան պետք է ամաչենք, գլուխները սկախենք, վրդովում են շատերը։ Ամոթ եմ զգում ես մեր բոլորի համար։ Մարդիկ ասում են, մեր ամոթից կախած գլուխները չենք կարող բարձրացնել, եթե վարչապետի պաշտոնում վերընտրվի Փաշինյանը։ Եթե մնաց ինքը, անունը չեմ ուզում տալ, ուրեմն կործանված երկիր ենք մենք, միանշանակ։ Նա կյանքում գլաուզայից բացի ինչ է արել, որ ղեկավար աշխատի։ Մեկը պիտի փոխվեր։ Այդ վարչապետը իրավունք չունի մնա։ Եթե չէ Հայաստանը վարի է գնում, 1,000,000%։ Շատերը հասկացել են, որ հունիսի 7-ը սովորական ընտրություն չէ։ Քվեախցիկում որոշելու են Հայաստանի ճակատագիրը։ Ես գիտեմ ում պիտի ընտրեմ, գնամ ընտրեմ, ոչ Նիկոլին։ Երևի Քոչարյանին էլի, ամեն օր էդ եմ մտածում։
Եթե մեր ժողովուրդը իհարկե հիշում է, որ 10 տարի վարչապետը երկիրը ղեկավարել է Ռոբերտ Քոչարյանն ի վերջո։ Այդ ընթացքում այնքան փոփոխություններ եղավ, էլի ինքը որպես շատ փորձառու համ ղեկավար էր եւ փորձառու այսպես գործարար էր նաեւ, էլի։ Չգիտեմ, երևի Սամվել Կարապետյան, Քոչարյան։ Աննա Գյուլնազարյան, Հենրիկ Համազասպյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։